Այք, ստեղ պետք է մի քիչ մեր հայացքը ավելի մեծացնենք, այսպես ասած զումը մեծացնենք եւ մենք նայենք Ռուսաստանի վերջին ըստ էության Պուտինյան շրջանի 4-րդ դարի 25 տարվա քաղաքականությունը։ Ինչ էր այդ քաղաքականությունը։ 2000-ական թվականներին Ռուսաստանը հավակնում էր, որ ինքը լինի արևմուտքի մաս, ընդհանուր մինչև 2000-ականների սկզբին ասում էր Պուտինը ինձ էլ միավորեք ձեզ, ես դառնամ արևմուտքի մաս եւ մենք տիրենք աշխարհին։ Այո, 10-ականներին Ռուսաստանը արդեն ակնհայտ եղավ, որ դա չի լինում եւ Պուտինյան վեկտորը փոխվեց։ Հանգեց նրան, որ լավ, չեք ուզում, ես ինքս կդառնամ ուժային կենտրոն, այդ 2000-ականների արդեն հարուստ կուշտ տասնամյակը թիկունքում էր, սիրում են ասել այդպես վերլուծաբանները, եւ 10-ականների արդեն կեսերին 2014-ի Ղրիմի անեքսիայով սա եղավ այդ քաղաքականության գագաթնակետը։ Ուժերով լեցուն Ռուսաստան իրեն արդեն հարմար դիրքում տեսավ աշխարհում միաբևեռության դեմ պայքարելու համար։ Հիշում եք, վերջի տարիներին ինչքան ենք լսել, աշխարհը դադարել է լինել միաբևեռ, ոչ, չի դադարել, ցավոք չի դադարել լինել միաբևեռ։ Եվ այս լույսի տակ, դատելով ըստ ամենայնի Պուտինյան ստրատեգները որոշեցին ԽՍՀՄ հավաքել այս կամեն ձևով եւ 10-ականների վերջին Հայաստանում տեղի ունեցած այս իրադարձությունները, այսինքն 18 թվի հեղաշրջումը եւ այլ, այս ամեն ինչը բերեց նրան, որ Պուտինը որոշեց Հայաստանին հարվածել Արցախը մեզնից վերցնելու միջոցով։